Տեր Հայր Աստված լռում է, թե մարդն է դադարում լսել նրան։ Ինչպես սովորել լսել Աստծուն։ Այսօր մարդը լսել չգիտի։ Եվ եթե ուշադիր նայենք, կտեսնենք այսօր մարդիկ ավելի շատ գոռալով են խոսում, բարձր են խոսում։ Որևէ մեկի կարծիքը ոչ ոք չի հանդուրժում այսօր։ Աստված չի լռել։ Աստված սպասում է, որ մենք իրեն լսենք։ Եվ մեղքը նաև պատճառ կարող է տանել, որ դու չլսես։ Քնած այդ ժամանակ Աստված քեզ կարող է հրավեր ուղարկել, որ դու իրեն լսես, բայց դու ես պատասխանողը։ Աստված քեզ միշտ ձայնում է, դու պիտի պատասխանես։ Հիմա, երբ որ հովիվը իր գառնուկին սրինգը նվագում, մինչև գառնուկը ձայն չհանի, հովիվը չի իմանա, չէ՞, որտեղ է իր գառնուկը։ Ուրեմն Աստված քեզ այդ ձևով միշտ ամեն օր կանչում է. Ադամ, ուր ես։ Ինձ ասում է, Տեր շավարժ, ուր ես։ Ինձ միշտ կանչում է, ես իրեն պատասխանեմ։ Եթե ես չպատասխանեմ, ես չեմ կարող իրեն գտնել եւ լսել ինքը ինչ է ինձ ասում։ Ուրեմն Աստված չի կարող